ճանապարհների մասին խոսենք, դեռնավերի մաս մարզում ահագին ճանապարհների վիճակը շրջապատված, չնայած բոլոր զարգացումները համիստական։ Հեսա չի նշանակում, որ հարաբերությունում տեն ճանապարհ չկա, որ վատ վիճակում չի, կամ տենց բակ չկա, որտեղ փոշ չկա, կամ տենց։ Խնդիրը դրա մասին չէ, խնդիրը դրա մասին է, որ մենք 25-ին 500 կիլոմետր դրացիք, չէ։ 505 կիլոմետր 2025 թվականին կառուցել վերակառուցել միայն պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւս 50 կիլոմետր ճանապարհ կառուցել վերակառուցել են սուբվենցիոն աշխատանքների շրջանակով, որտեղ պետությունը մինչև 60% ֆինանսավորումի կապացան։ Հիմա մենք 26-ին ենք 500 2026-ին պլանավորել 500 արդեն 400 մասով ուսումնային գործընթացում ենք, այնտեղ որտեղ եղանակահետական շինարարական աշխատանքներ սկսել են ծախսերի վերջացի ժամանակ մեկնավորվելներ շինարարություններ։ Դե Սարավի մասով 32 կիլոմետրանոց հատվածում աշխատել են մինչև դեկտեմբերի 30-ը, եւ աշխատել են հունվարի 2-ին ամբողջ տարվանշտում այնտեղ այդ նոր աշխատանքները։ Հիմա չի մտնում ենք որ ճանապարհ մտնում ենք նոր հիմնանորոգված ճանապարհ, որը 90-ականներից հետո չի հիմնանորոգվել իշխանությունների այս ճանապարհը վերանորոգել ենք նախորդ տարվա ընթացքում 2025 թվականին 500 կիլոմետրի մասը, որը Արմավիրի մարզը Վաղարշապատի կողմից կապում է Արարատի մարզին Մասիսի կողմից։ Օգտագործվում է։ Հիմա արդեն շատ ինտենսիվ է օգտագործվում։ Մենք ստերից գնում ենք այս ճանապարհով։ Այս ճանապարհով դուրս են գալիս արդեն Արարատի մարզ Մասիսի կողմից։ Նախկինում այս ճանապարհով, այս ճանապարհի փոխարեն Արարատից անցներ Էջմիածնի միջով, դուրս գար Էջմիածնի կենտրոն, հետո գարե երթուղով, որով մենք նոր եկանք, իսկ հիմա շատ կարճ հիմնականում Արարատի մարզից Զվարթնոց օդանավական եկող ժողովուրդներ օգտագործում են այս ճանապարհը, ինքը գյուղատնտեսական առումով էլ դեպի շուկաներ գնացող լավ ճանապարհ է եւ այն կողմից եւ Վաղարշապատի կողմից։ Այսինքն նաեւ օդանավական Արարատի մարզի ժողովուրդը Մասիսի տարածաշրջանի հիմնականում օդանավական գալիս են այս ճանապարհը օգտագործելով։ Մենք այս ճանապարհը ամբողջությամբ հիմնանորոգել ենք 2025 թվականին դասում։ Բայց Արմավիրում ուրիշ ճանապարհներ են մենք մոտավորապես 30 կիլոմետր ճանապարհ ենք կառուցել ու վերակառուցել Արմավիրի մարզում, դեպի Տանձու, դեպի Վարդանանց ճանապարհը ավարտել ենք, մանկապարտեզի կողքով անցնող ճանապարհը ավարտել ենք, դեպի Վարդանանց գնացող ճանապարհի հիմնական մասը ավարտել ենք, հիմա խոշոր նախագիծ ենք սկսել նախորդ տարվա վերջ դեպի Մերձավան, Նորակերտ, Այգեկետ հատվածի շինարարական աշխատանքներ իրականացում եւ ընդամենը մի քանի օր առաջ դեպի Շահումյան, դեպի Մոնտեաբան եւ այդպես դեպի աշտարակգնացող ճանապարհի հիմնանորոգումը։ Ճիշտ է։ Բանից որ Էջմիածնից Վաղարշապատից գնում է դեպի Վաղարշապատից դեպի Շահումյան, Մոնտեաբան եւ գնում է դեպի աշտարակ։ Այդ հատվածը վերջին անգամ վերանորոգվել է կարծում 25-30 տարի առաջ, հիմա հիմնանորոգում ենք միջակայքի ճանապարհը նաեւ կայացնում են, որտեղ ճանապարհի հետ կապված միշտ անվտանգության հարցը բացասեն բնակիչները, հիմա նաև կլայնացնենք այդ հարցը գնացքը։ Շատ լավ ճանապարհ է, գծանշումարված։ Մենք հիմա բոլոր ճանապարհները բանվարչում ենք, գծանշում ենք Դերմոպլեքս գծանշումով, որը մոտավորապես 5 տարի մենք երաշխիք ունենք, կախված ձմեռային սպասարկումից իհարկե, այնտեղ որտեղ շատ ածում գալիս, տեխնիկան քերելու ժամանակ որոշակի խնդիրներ առաջացնում, օրինակ Մեղրու Լեռնանցքում սովորական գծանշում ենք անում, Դերմոպլեքս չենք օգտագործել, մնացած հիմնական հատվածները Դերմոպլեքս ենք անում։ Դե հիմա մենք խնդիր ունենք նաև ունեցել ենք եւ ուզում ենք այդ խնդիրը, որ որակական ստանդարտը գնալու ավելի բարձրանա եւ քայլ-քայլ գնում ենք, որովհետեւ որակն էլ կառուցելով է բարձրանում, չես կարող գնաս լսարանում կամ կաբինետում կամ դահլիճում որակի բարձրացման մասին խոսած ու դրանից որակը բարձրանում։ Մենք աշխատելով անելով որակը բարձրանում։ Հիմա նաև ճանապարհային դեպարտամենտը բան չէ, նոր տեխնիկա ենք դնել, որ լաբորատորիա եւ այլ, որ ցանկացած տեղ կարողանանք գնալ ստուգել եւ վերջերս պայմանավորվեցինք, որ Երևանում էլ քաղաքապետարանը որ Երևանում աշխատանքները նաև ճանապարհային դեպարտամենտը աջակցի, որպեսզի որակի վրա ավելի խիստ հսկողություն։ Անարժեք նախորդ տարվա ընթացքում մենք 4600 նմուշարում ենք իրականացրել պետական լաբորատորիայի։ Քանի՞։ 4600, ինչը 3 անգամ ավելի է, քան 2024 թվականին իրականացված է։ Գործնականում մեր կառուցած 500 կմ
շարունակում պետական լաբորատորիայում, նաև ձեր ազնվացապարտը սկսել է մասնների գործընթաց լաբորատորիան էլի նոր սարքավորումներով համալրելու մասնավորապես միտումի ծերասման սարքավորում ունենանք, արգելակման չափից սարքավորում ունենանք և ճանապարհները այսօր երթևեկության կտունենք նաև այս նմուշարումները իրականացած։ Հիմա ասֆալտի տարբեր շերտերի նմուշարում ենք իրականացնում, հատիկայի կազմենք որոշում ենք նաև գծանշման որակ, երթևեկության նշանների որակ, ասում բավական կարողություն ենք, հարթություն ենք որոշում նաև բավական լավ են լաբորատորիայի կարողություն։ Մենք դե սարքերել չէ, որոնք երթևեկում են և ճանապարհների որակի մասին այս ինֆորմացիա են տալիս, թե որ ճանապարհն առաջնահերթ որ պետք է կառուցել եւ այլն։ Ունենք, մենք հիմնականում միջին նորոգում անենք, թե հիմնանորոգում որոշում ենք այդ սարքավորումների միջոցով, բայց նաև առաջիկայում պլանավորում ենք նոր տեխնիկա եվրոպական ձեռք բերել, որը մեզ հնարավորություն կտա հիմա պլանավորել այդ ճանապարհում մենք հաջորդ աշխատանքը երբեք անել, այսինքն 5 տարի հետո, 4 տարի հետո այդ հաջորդ աշխատանքը ինչ կլինի։ Որ աչքաչափով չէ։ Այո, ինտրակամբինացիոն լաբորատորիա հետազոտություն անում, երբ որ երթևեկության ճանապարհի վրայով եւ ինքը նաև արհեստական բանականության միջոցով վերլուծություն անում եւ խորհրդատվություն տալիս, որը անենք, երբ անենք, եթե փոսային ենք անում, ինչ մակերեսով անենք, ինքը նաև առաջարկում է հիմնանորոգում անենք, թե միջին նորոգում կապված 70 սանտիմետր ճանապարհի խորությունն է վերլուծում։ Առաջիկայում սարքավորումներ